Իսրայելի զինված ուժերը հարվածել են Թեհրանին, Սպահանին և այլ բնակավայրերի։ Ըստ ցահալի կիրառվել է ավելի քան 60 կործանիչ, խոցվել են տասնյակ ռազմական օբյեկտներ, այդ թվում հրթիռների արտադրություններ։ Թիրախում է հայտնվել Թեհրանի միջուկային հետազոտությունների կենտրոնակայանը։ Իրանն էլ հրթիռակոծել է Իսրայելը, այդ թվում բալիստիկ հրթիռներով։ Բեերշեբա քաղաքում կան վիրավորներ։ Պահպանվում է Հակամարտությանը Միացյալ Նահանգների ներգրավման մտավախությունը։ Սպիտակ տան խոսնակը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը համապատասխան որոշում կկայացնի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Քերոլայն Լևիտի խոսքով Վաշինգտոնը կարծում է, որ դեռ Իրանի հետ բանակցությունների հավանականություն կա։ Նա տեղեկացրել է, որ Թեհրանի հետ շփումները շարունակվում են։ Reuters գործակալությունը հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին հայտնել է, որ Իսրայելը իրանական հակամարտության ֆոնին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին արդեն մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել, փորձելով գտնել դիվանագիտական ելք ստեղծված ճգնաժամից։ Դոնալդ Թրամփն էլ քննադատել է Wall Street Journal-ի հրապարակումը, թե ինքն արդեն որոշում է կայացրել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին։ Նրանք անգամ պատկերացում չունեն, ես ինչ եմ մտածում Իրանի հետ կապված, նշել է Թրամփը։ Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ առաջիկայում ամերիկյան ուժերը կարող են հարվածել Իրանի ամենապաշտպանված Ֆորդոյի միջուկային օբյեկտին։ Վաշինգտոնից շարունակում են պնդել, Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Այս կոչերը հնչում են ատոմային էներգիայի միջազգային գործակալության հայտարարությունների ֆոնին, որ Իսրայելի հարձակման պահին Իրանը միջուկային զենքի ստեղծմամբ չի զբաղվել։ Բենյամին Նեթանյահուն անդրադարձել է հունիսի 13-ից Իրանի դեմ շարունակվող ռազմական գործողության նպատակներին։ Իսրայելի վարչապետի խոսքով ցանկանում են վերջ տալ իրանական միջուկային ծրագրին եւ կանխել Իսլամական Հանրապետությունից բխող սպառնալիքները։ Երկրորդ նպատակն է խափանել նրանց բալիստիկ հնարավորությունները։ Հարվածում ենք նաեւ կառավարության հետ կապված թիրախներին եւ իշխանության կենտրոններին։ Իսկ Իրանում ռեժիմը փոխելը Իսրայելի պաշտոնապես հայտարարված նպատակը չէ, սակայն կարող է դառնալ մեր ներկայիս գործողությունների արդյունքը, մանրամասնել Իսրայելի վարչապետը։ Մոսկվայից արձագանքել են Նեթանյահուի հայտարարությանը։ Կրեմլի խոսնակը Sky News-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Իրանում իշխանափոխության մասին խոսակցություններն անգամ անթույլատրելի են։ Դմիտրի Պեսկովը հավելել է, նույնիսկ չի ցանկանում քննարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության հնարավորությունը։ Ռուսական ուժերը հերթական հարվածներն են հասցրել Օդեսային եւ Խարկովին։ Օդեսայի բազմահարկ բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, 600 մարդ տարհանվել է։ Բարձրագույն ուսումնական հաստատության շենք, գազատար եւ մեքենաներ են վնասվել։ Հայտնի է մեկ զոհի եւ վիրավորների մասին։ Խարկովում եւս բնակելի շինություններ են թիրախավորվել, կան տուժածներ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալով գիշերը Ռուսաստանը 86 անօդաչու թռչող սարք է արձակել, որոնցից 70-ը խոցվել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Ուկրաինական ուժերն ավելի քան 60 անօդաչու թռչող սարք են արձակել Դաշնության տարածքի, այդ թվում Մոսկվայի ուղղությամբ։ Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Կիևում օրերս ռմբակոծված բնակելի բարձրահարկ շենքի տարածք, որտեղ ռուսական հարվածի հետևանքով 20-ից ավելի մարդ է զոհվել։ Նախագահը տեղի ունեցած նահաբեկչություն է որակել, նշել, որ շենքի մերձակայքում որևէ ռազմական օբյեկտ չի եղել։ Զելենսկին հերթական անգամ կոչ է արել Վաշինգտոնին խստացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները։ Նրա խոսքով ցանկալի է դադարեցնել պատերազմը հիմա, հենց Դոնալդ Թրամփի պաշտոնավարման օրոք։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև նոր բանակցությունների ամսաթիվը կարող է համաձայնեցվել հաջորդ շաբաթ, հայտնում են Կրեմլից։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ հարկավոր է նաեւ հասկանալ հակամարտության կարգավորման վերաբերյալ Կիևի եւ Մոսկվայի ներկայացրած հուշագրերին կողմերի վերաբերմունքը։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի թիմերի երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում հունիսի 2-ին։ Կողմերը պայմանավորվել են ռազմագերիների եւ զոհված զինծառայողների մարմինների լայնածավալ փոխանակման մասին, ինչպես նաեւ ներկայացրել պատերազմի դադարեցման պայմանները։ Կիևը հայտարարել է, Մոսկվան անիրատեսական պահանջներ է առաջ քաշում, այն է հրաժարվել ռազմական դաշինքներին եւ կոալիցիաներին անդամակցելու մտադրությունից, ունենալ չեզոք ոչ միջուկային կարգավիճակ, Ռուսաստանի կազմում ճանաչել Ղրիմը, Լուգանսկը, Դոնեցկը, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերը, հրաժարվել այլ երկրների հետ ռազմական գործակցությունից, կրճատել բանակը, ռուսաց լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ եւ այլն։ Զուգահեռ Ուկրաինան պահանջում է շուտապույտ հրադադար հաստատել առանց որևէ նախապայմանի, ինչից հետո կքննարկվեն ավելի լուրջ հարցեր, այդ թվում նախագահների մակարդակով։ Դիանա Գասպարյան, լուրեր։